Հիմա ինչ վերաբերվում է Իրանի եւ Իսրայելի միջև սրացմանը, էլի կան երևույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա, եւ դա շատ բան կախված է այդ սրացման աստիճանից եւ կախված է դրա տևողությունից։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնեմ, որ երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց 2022 թվականին, մենք ելնելով 14 թվականի մեր փորձից միանգամից սկսեցինք նայել վատթարացման սցենարներ, բայց իրական կյանքը եղավ մի փոքր ոչ այդպես բարեբախտաբար եւ մենք ունեցանք ավելի դրական զարգացումներ դրա հետևանքով։ Հիմա էլ մենք չենք շտապում եզրակացություններ անել, մեր անելիքները մնում են նույնը, այսինքն անելիքների հետ կապված տարբերություն չկա, իհարկե մեր գործընկերները նաև էկոնոմիկայի նախարարությունում վստահ եմ զբաղվում են այն հարցով, մեր լոգիստիկ մատակարարումների հետ կապված հարցերը, որը Իրանը միջոցով է տեղի ունենում, ինչպես դրանք կարող են կազմակերպվել այս միջավայրում, որի պատասխանը ես հիմա անմիջապես չեմ կարող տալ, որովհետև անմիջականորեն ներգրաված չեմ այդ աշխատանքներում։ Ներողություն հարցից շարունակություն որպես տեսեք դրական ազդեցություն, հա, չակերտալ, որ դրական կարող են գնահատել, ոնց որ Ուկրաինայի դեպքում եղավ այդ էկզոգեն ֆակտորը, մարդկանց կապիտալի ներհոսք եւ այլն, հասկանալի։ Իսկ բացասական ինչպես կարող է դա ազդել մեր վրա։ Դե արդեն ասեցի, որ օրինակ դա կարող է ազդել մատակարարումների, որովհետև մեր տնտեսության լոգիստիկայի մի մասը նաև կապված է Իրանից մատակարարումների հետ, դրանք կարող են խաթարվել, երկարացել, երկարել, թանկանալ եւ այլն, այսինքն այսպիսի երևույթներ կարող են տեղի ունենալ, չեմ ասում, եթե այսինքն իրավիճակը այնպես սրվի, որ այսինքն միջազգային օրինակ ներդրողները Հայաստանը նույնպես սկսեն համարել ռիսկային միջավայր ներդրումներ կատարելու, դա արդեն կարող է ազդի տոկոսադրույքի վրա եւ այլն, այսինքն բազմաթիվ են այդ գործոնները, որոնք կարող են ազդել դրա համար, սակայն այդ մենք պետք է հետևենք զարգացումներին եւ ընթացս հասկանանք, թե ինչ պետք է մենք անենք, եթե կարող ենք անել որոշ բաներ, որոնք կմեղմեն այդ ազդեցությունները։